Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Հայաստանը բարեկեցության ամենաբարձր մակարդակում է գտնվում, երբեք այսքան բարեկեցիկ չի եղել։ Վերջին 7 տարում ձեր սոցիալական վիճակում դեպի լավը ինչ փոփոխություն ունեք։ Ես էլ ասում եմ իմ անունը Տրամպ է։ Ես ոչ մի հատ բարձր ցուցանիշ չեմ կարող նշել։ 100% լրիվ բացական է։ Նիկոլը Տամոժին, երբ որ 50 կիլո գրուզ ունեին մարդիկ Վրաստանից բերում էին Հայաստան ապրելու, միջին խավը։ Պակաս խավը 50 կիլոից դարձրեց 10 կիլո, դա մեծ սխալ է։ Ժողովուրդը այսօր դրա համար շատ նեղվում է։ Արդեն ոնց որ օլիգարխները կարողանում են մեծ ֆուրերով ապրանքը բերել, իսկ այն չնչին կոպեկ աշխատող մարդը այսօր դրանից զրկվեց։ Դա աբսուրդ է։ Ոչ։ Չի ասի։ Չեմ տեսել այտենց ինչ որ նկատելի փոփոխություններ այս 7 տարվա մեջ։ Ինչ որ ճանապարհներ կարող է մի քիչ փոփոխվել են, ինչ որ բայց որ ասեմ գլոբալ խնդիրներ ա լուծվել, ես չեմ տենում այստեղ լուծված գլոբալ խնդիրներ։ Ամենայն դեպ իմ կողքա քաղաքի մասշտաբով չեմ տեսնում։ Ինչի՞ թոշակառուներն անտեսել են իր կառավարական անդամների բոլորի լավ բարձրացնում են, ինչքան պետք է բարձրացնել ավելի են հարուսացնում, որ մեր հախեն կան, հա, մենք էլ ենք ապրել ուսում, մենք էլ ենք շնչել ուսում, մենք էլ ենք ուտել ուսում լավ։ Քամին ու սուտը չեմ սիրում։ Քամիա դա։ Փաշինյանը արդեն պատրաստվում է հաջորդ ընտրական կամպանիային եւ պոպուլիստական ելույթներ ունենում իր ամբողջ թիմով։ Դա ինչ ասելու բան է, իր թիմի, օրինակ, թիմի կարկառու ներկայացուցիչը Ալեն Սիմոնյանն ասում է. նկարս տանեմ, այնտեղ դնեմ, ավելի շատ մարդ կհավաքվի։ Դա ասելու, դա քաղաքական գործիչ, եթե ինքը իրան համարում է, իրավունք ունի։ Կրթությունը նորաձևություն է, բայց իրանք շատ այդ կրթությունից հեռու։ Ոչ մեկի մոտ առաջ խաղացում չկա։ Բոլորը շատ նեղ ու վատ վիճակում են ապրում մեր երկրում։ Պարզապես մենք ուժեղ ազգ ենք ու դիմանում ենք ամեն ինչին։ Թոշակառունը ստանում է 37,000, որ ընդամենը իր կարող է կնոջ մար մազերը ներկելու մար գումարը չբավականացնի։ Բայց այդ մարդը ամբողջ մի ամիս ապրում է։ Ոնց ապրում։ Դե թող կնոջն տան 37,000, մենակ իր պայուսակը որ ձեռքին կրում է $50,000 արժի։ Չգիտեմ որ երկրներից է գնում առնում։ Ամեն երկիր գնալուց ինքը միլիարդներ են տանում որ ծախսեն իրանց համար։